Այսօր Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը։ Գործ ունեն կարևոր իրադարձություն հետ։ Ամեն դեպքում Ֆրանսիայի կողմից դա քաղաքական քայլ է Հայաստանին ընդառաջ եւ այդ առումով պետք չէ թերագնահատել այս իրադարձությունը։ Թեև հասկանալի է, որ շատ բան կախված կլինի նրանից, թե կոնկրետ պատվո հյուպատոսի գրասենյակին ինչ լիազորություններ կտրվեն ֆրանսիական կողմից, որտեղ կարող է այդ գործունեությունը սահմանափակվել զուտ մշակութային եւ տնտեսական կապերի զարգացմամբ, կարող է Ֆրանսիան արտոնել նաեւ օրինակ դեպի Ֆրանսիա Եվրամիություն տեղի բնակչության համար վիզաների տալու գործընթացը։ Ես թերահավատ եմ վերջինիս հանդեպ, բայց տնտեսական եւ մշակութային կապերի ամրապնդման տեսանկյունից պատվո հյուպատոսությունը կարող է որոշակի դերակատարում ունենալ։ Գլխավոր հյուպատոսության փոխարեն պատվո հյուպատոսություն տարբեր կարգավիճակներ։ Իհարկե, դրանք համեմատելի չեն, որտեղ բոլոր դեպքերում գլխավոր հյուպատոսությունը դիվանագիտական հիմնարկ է, մինչդեռ պատվո հյուպատոսը գործում է հասարակական կարգով։ Եվ Ֆրանսիայից աշխատավարձ չի ստանում, թեև գործում է ֆրանսիական դեսպանության վերահսկողության ներքո իր գործողությունները փոխհամաձայնեցնելով դեսպանության հետ, բայց ամեն դեպքում պատվո հյուպատոսի գործառույթները սովորաբար ավելի սահմանափակ են եւ ասենք սահմանափակվում են տարեկան մի քանի միջոցառում կազմակերպելով երկկողմ բնույթին։ Ֆրանսիայի արտգործնախարարությունում Հայաստանի հարցերով նշանակվել է ինչպես էր կոչվում տերմինը պաշտոնյա մի խոսքով արտգործնախարարության, որը պետք է կոորդինացնի Հայաստանի հետ աշխատանքները, դա կարծես նորություն է այդ համակարգում։ Ես ինչու դա հատուկ շեշտեցի, որովհետև զուգահեռաբար այդ նորությունները տեղ հասան։ Դժվարանում եմ այս պահին մեկնաբանել այդ նշանակումը, գուցե այդ նշանակումը ոչ այնքան դիվանագիտական համատեքստում է արված, որքան, չգիտեմ, տնտեսական կամ տեղեկատվական լայն ընդգրկմամբ, այսինքն թե ինչ պետք է անի այդ պաշտոնյան, նրան ուրեմն պետք է դեսպանությունից զատ որոշակի ֆունկցիաներ փոխանցեն կամ լրացուցիչ ֆունկցիաներ ձևակերպեն, որոնցով այդ մարդը կզբաղվի։ Դե հիմա այս ամենը մեզ թույլ տալիս է ասել, որ Ֆրանսիան հայկական արտաքին վեկտորում ֆավորիտ է։ Երևի տարածաշրջանում գուցե հակառակ, այսինքն Ֆրանսիայի համար է Հայաստանը տվյալ դեպքում հենց այս ճանապարհների խաչմերուկում հետարքիր եւ Ֆրանսիան կարեւոր է համարել ինչ որ ձևով իր ներկայությունն հետարքրությունը դրսեւորել։ Հայաստանի համար ցանկացած օտար գործընկեր, որը Հայաստանի հանդեպ հետարքրություն է դրսևորում, կարևոր գործընկեր է եւ այդ առումով իհարկե Ֆրանսիան շնորհիվ հենց այդ իր հետարքրության գործող իշխանությունների համար Հայաստանի գործընկեր է, որի նկատմամբ Փաշինյանի կաբինետը թերևս հատուկ ուշադրություն կդրսևորի։ Այսինքն բանը կարող է հասնել նրան, որ Ֆրանսիան դառնա ռազմավարական գործընկեր։ Ես չեմ կարծում, որ այդքան ժամանակ կա մեր եւ Ֆրանսիայի տրամադրության տակ, որպեսզի նման հեռագնացող քայլեր նախաձեռնվեն, ի վերջո այդ քայլը կարող էր արվել նաև այսօր, դրա փոխարեն պատվո հյուպատոսություն հիմնվեց, թեև կարող էին ասենք հյուպատոսություն հիմնել կամ գլխավոր հյուպատոսություն հիմնել նաև Մեղրիում այն ճանապարհին, որտեղ Հայաստանի իշխանությունների կողմից այսպես գովազդված խաղաղության խաչմերուկի համար մի կարևոր կետ էր, որտեղ խաչվում էին ճանապարհները Իրանից, Նախճեվանից եւ Ադրբեջանից դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս։ Հիմա Իրանի գործոնի մասին։ Իրանական հյուպատոսությունը գործում է, ավելի վաղ, քան ֆրանսիականն է բացվել։ Նույն նշանակությունը պետք է տալ դրանց։ Դրանք տարբեր են իրենց կարգավիճակով, այսինքն Իրանի վերաբերմունք այդ տեսանկյունից շատ ավելի ծանրակշիռ կերպով է դրսևորվում իր հիմնած հյուպատոսության կարգավիճակի
գոնե տեսանկյունից։ Այսինքն իրապես գործող հյուպատոսությունը, որը ունի Իրանի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու գործառույթ եւ դա անում է պաշտոնապես առանց սահմանափակումների Հայաստանի իշխանությունների հետ փոխհամաձայնեցված տարբերվում է պատվո հյուպատոսի գրասենյակից էապես։ Դրանք շատ տարբեր են իրենց կարգավիճակով եւ լիազորություններով։ Դե այստեղ երևի թաքնված կարևորությունը այն է, որ այս իրադարձությունները ծավալում են Սյունիքում։ Անշուշտ սա նշանակում է, որ Սյունիքի նկատմամբ հատուկ ուշադրություն կա արտաքին դերակատարների կողմից, եւ դա լավ է թե վատ, դժվարանում եմ ասել այս բանին, որտեղ այդ հետաքրությունը կարող է տարբեր դրսևորումներ ունենալ։ Բոլոր դեպքերում օրինակ ռուսական հետաքրությունը, ռուսները բարբերաբար հիշեցնում են, բա մեր հյուպատոսությունը երբ է բացվել։ Դե ռուսները դրա համար որոշակի նախադրյալներ ստեղծել են, Ռուսաստանի տարածքում գործում է առնվազն 2 գլխավոր հյուպատոսություն, միգուցե անգամ 3, ես հիմա չեմ կարող թիվը ասել, Մոսկվայից դուրս։ Այսինքն բացի դեսպանությունից եւս 3 հյուպատոսություն գլխավոր ունենք նաեւ հյուպատոսական կետ կամ կետեր, այսինքն այդ տեսանկյունից դրանք կարող են պարիտետ պահանջել, հավասարություն պահանջել եւ ֆորմալ տեսանկյունից Հայաստանը մերժելու հիմքերը ըստ էության չունի, բացառությամբ մեկի։ Եթե օրինակ Ռուսաստանի տարածքում այնուամենայնիվ Հայաստանի քաղաքացիները նշված գլխավոր հյուպատոսությունների սպասարկման տարածքում շատ են, ապա այդ բանը հնարավոր չի ասել Ռուսաստանի քաղաքացիների մասին, թեև եթե հիշենք, որ Հայաստանի քաղաքացիները երկքաղաքացիության հիմունքով բավական շատերը ընդունել են նաև Ռուսաստանի քաղաքացիություն, ապա այդ ֆորմալ հիմքն էլ կարող է մեջտեղից դուրս գալ։ Այլ խնդիր է, որ Հայաստանի պետական շահերը, անվտանգային շահերը ապահովող Հայաստանի պետական հիմնարկներ կան, որ պետք է այդ գործը անեն։ Այսինքն պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ հյուպատոսության առկայությունը Հայաստանի որևէ կետում օգտակար լինի Հայաստանի համար, իսկ հնարավոր ռիսկերն էլ կանխվեն կամ չեզոքացվեն։ Ռուսաստանի պաշտպանության նախարարն ասում է Սյունիքում լարվածությունը պահպանվում է։ Տեսնես ինչու է ասում եւ ինչ նկատի ունի։ Դե Ռուսաստանի պաշտպանության նախարարը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, անվտանգության հարցերով զբաղվող տարբեր գերատեսչությունները Հայաստանի նկատմամբ հատուկ հետաքրքրություն ունեն եւ այդ տեսանկյունից միգուցե այդ հետաքրքրությունը եւ արվող հայտարարությունները համարժեք չեն իրավիճակին, որում իմ դիտարկումներով շատ հազվադեպ է լինում, որ համարժեք են կամ չափազանցեցվում են իրադարձությունների ծավալները կամ ընդհակառակը անտեսվում, այսինքն այդ տեսանկյունից Ռուսաստանի մոտեցումները բավական հետաքրքրական են եւ ուսանելի։ Դե որպես իր հետաքրքրությունը չթաքցրեց նաեւ Վաշինգտոնը եւ բավականին հստակ արտահայտվեց, որ Երևան-Բաքու համաձայնագիրը բխում է Միացյալ Նահանգների շահերից։ Բաքվի արձագանք դեռ չկա։ Ես կարծում եմ, որ Բաքվի հետ ամեն դեպքում կոնտակտները կան, ամերիկյան կողմի Բաքվի հետ հարաբերությունները զարգանում են, գուցե ոչ այնքան ցուցադրական տարբերակով, որքան ցանկալի կլիներ Ալիևի համար, բայց ամեն դեպքում այդ հարաբերությունները առկա են, Բաքուն Անկարայի եւ Իսրայելի հետ համատեղ շատ կարևոր քաղաքական օղակ է, ռազմաքաղաքական օղակ է կազմում տարածաշրջանում եւ այդ օղակը գործում է Միացյալ Նահանգների շահերի ծիրում այն դեպքերում, երբ
դա անհրաժեշտ է, ընդ որում Միացյալ Նահանգները փորձում են զանազանել Հայաստանի հետ հարաբերությունները իմ նշած օղակի ընթացիկ գործողություններից, ասելով, որ Միացյալ Նահանգների համար ընդունելի չի լինի, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա կրկին, բայց դա ամենևին չի նշանակում, որ Միացյալ Նահանգները ընդդեմ Ադրբեջանի գործողություններ կարող են նախաձեռնել, ընդհակառակը Ադրբեջանը դիտարկվում է որպես Միացյալ Նահանգների հնարավոր աջակից եւ դաշնակից, հատկապես Իրանի դեմ հավանական գործողությունների սկզբնավորման դեպքում եւ այդ տեսանկյունից Միացյալ Նահանգները որոշակի նաեւ ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։